Հայաստան դաշինքին ինչու եք սատարում, ինչ հույսեր եք կապում այս քաղաքի։ Ես Հայաստան դաշինքի եւ նա բանը միացած կուսակցությունների շատ եմ վստահում եւ գիտեմ որ նա կարող են երկրի այս վիճակից հանել։ Թուրքաֆիկացում է գնում էլի։ Մեկը պիտի լինի, մի ուժ պիտի լինի, որ կանխի այս ամենը։ Համոզված եմ որ Հայաստան դաշինքը մեր երկրին խաղաղություն կբերի։ Իր ժամանակ լավ էր։ Ինչ կհիշեք այս։ Ջիքա էլ ինքը ջիքա։ Իրան կառավարմատարիներին հիշում որ Հեյդար Ալիևը քննեցել առաջին շոկել խաղաղություն խնդրել, զինադադար խնդրել։ Հորա բան Ադրբեջանը որ կռում է որ հասել էր մեջ Խուդափերիմի մոստը։ Անձամբ իմ ցանկությունս ես իմ ձայնս իրան եմ տալ, ուրիշ չեմ տալ։ Ինչ փոփոխություններ եք ուզում տեսնել, ինչ եք ակնկալում, ինչ եք սպասում։ Ինքը ինչ որ մտածում է մեզանից խելոք։ Որպես խաղաղասեր ղեկավար իր ժամանակ իր օրոք պատերազմ չի եղել, խաղաղ ապրել են ժողովուրդը։ Եվ մենք ցանկանում ենք ուժեղ ղեկավար, խաղաղություն, որպեսզի մեր ամուր պաշտպանի մեր երկիրս։ Ուժեղ ղեկավարն է, որ այսօր լսեցի նոր, որ 10 մաշին կլուբնիկ գնացել է հետ դարել։ Այդ 10 մաշին կլուբնիկի վրա աշխատանք են չթափել, քրտնել են, ստեղծել են, գնացել է Ռուսաստան հետ դարել։ Ուզում եմ որ մեր գյուղամութերքը հետ չդառնա։ Մտածեն նախորոք հետո քայլ անեն։ Ուզում եմ նենց ղեկավարն որ ապահով լինենք ամեն հարցով, թե տնտեսական, թե անվտանգության։ Այսօր Նախճիվանում Արևմտյան Ադրբեջանի բանը միտինգա հավաքույթա, իսկ առաջ տենց Արևմտյան Ադրբեջան բան կար, խոսույթ կար, հիմա տենում ես մեր Ղարաբաղը վերցրին քիչ է, հիմա էլ արդեն Արևմտյան Ադրբեջան։ Հիմա ներկա մոմենտում իշխանասարումը ով անստած, թուրքն անստած։ Ես կուզեմ, որ հայությունը չամաչի իր ընդրությունից։ Ես դա եմ ցանկանում, որ թուրքային կողմից հերոսացույցով ձեռնել սենց արած ձեր հերմերը չասի։ Ենենց մարդ եմ ուզում ընտրվի։ Ուզում եմ, որ ներկայիս հեսապիտի ելույթ ունենա այդ մարդը Քոչարյանը ընտրվի, որ թուրքը տերտողի, դողա։ Նենց մարդ լինի, որ Ալիևը վախենա մեծից, ուր է խաղաղություն, 4 կողմներս թուրքա, կայարանա մեր տունը, 4 կողմներս թուրքի դրոշն է, պոստերն է, խաղաղություն է, դա։ Միայն ու միայն Քոչարյանի։ Ինքն է դուխով, ինքն է ուժեղ։ Քոչարյան մեր հույսը հավատնա։ Կորոշենք, էլի բոլորին կլսենք կորոշենք։ Մենք էլ նույնն է։ Այո, բոլորին կլսենք, կորոշենք, դեռ հələ կա ժամանակ։ Անպայման ընդդիմադիր։ Ռոբերտ Քոչարյանի պես։ Իրան ձգությամբ, իրան համարձակությամբ, որ ինքը խոսք ատամ անում է։ Ոչ թե խափում է Փաշինյանը նման։ Ես ուզում եմ տեսնել Ռոբերտ Քոչարյանին, որպես մեր առաջնորդ։ Հիմա մենք ապրում ենք շատ քաոսային ժամանակներում։ Ազգս համախմբված չէ, որը առաջնային է։ Ուզում եմ տեսնել իմ ազգը համախմբված, որ հարազատներով, բարեկամներով գոնե, որ ասում եմ, երբ միտեղ հավաքվում ենք, իրար հետ ջերմ լինենք, ոչ թե սկսենք մեկը Նիկոլից խոսի, մեկը չգիտեմ ումնից ու սկսի նույնիսկ քաոս ստեղծվի։ Քոչարյանին եմ ուզում, ինքը կարող է համախմբել։ Ես իրեն առաջնորդ եմ տեսնում։ Ես 2 անգամ Քոչարյանին ընտրած եմ ու չեմ փոշմանած։ Հիմա ուզում 7-րդ անգամ ընտրիմ ու այդ սարերը վկա, որ ամեն ինչ լավ կլինի։ Ուժեղ, երկրի անվտանգությունը պաշտպանող, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ճիշտ ներկայացնող ու ներքին կյանքում խաղաղություն, իրար նկատմամբ կամեցողություն, հարգանք, վստահություն։ На сегодняшний день Роберт Кочарян – это единственный политик в политическом поле всей Армении, который может вывести страну из кризиса, в котором она сейчас находится, потому что его работа во внешнем поле, на внешнем периметре, да, а поскольку у нас окружение
неблагоприятная очень. И это единственный человек, который имеет и опыт в политике, и необходимые качества для лидера такой маленькой страны, что он сможет выстроить благоприятные отношения со всеми соседями, чтобы нормализовать жизнь внутри страны. Ну и сегодня это единственный человек. Другого не вижу, просто его нет.